Այն օրը քնած էի։ Պատուհանից տակ ինչ-որ մեկը սիգնալ տվեց, վեթրա, էլ չկարողացա քնեմ։ Ես միշտ ասել եմ, քաղաքում առանց լուրջ պատճառի սիգնալ տվողը կատարյալ տղա է։ Չէ, ես հասկանում եմ, երբ որ ինչ-որ մեկը մեռնում է, շտապօգնություն է գնում, ձենագլուխը գցած կամ ինչ-որ մի դեբիլ պաժարատվե եւ հրշեջներն են վազում կամ նախագահն է գնում գործի, դե տեսել եք, որ ոստիկանները փակում են ճանապարհը եւ հիստերիա են դնում։ Աչքաշի կանգնի, հասկացանք։ Աշխարհում բոլոր նախագահները նույն դիագնոզը ունեն։ Ոնց որ կերանք ձեր նախագահին, բայց քաղաքին մի հրշեջ, մի շտապօգնություն եւ մի գործի գնացող նախագահ այս սենց հերիք է։ Դուք ինչի եք արիթ որ այ տղեկ։ Այն օրը երթուղային էին նստել, դե մեքենաս փչացել էր։ Մինչև օպերայից մինչև շինարաններ 13 անգամ սիգնալ տվեց, 13 անգամ։ Չդիմացա, իջնելուց հարցեց ասի տղա ջան, ինչու համար այդքան սիգնալ տվեցիր։ Ասում դե քշել չգիտեմ։ Բիստե սարմանալի է, ուրեմն դե սիգնալ ես տալի, քշել ես սովորում կամ կանգնած կարմիր լույսի տակ հետևից սիգնալ է տալի։ Ինչու։ Չեմ հասկանում, Կառլոսոնն է պետք է թռեմ տակից ցանցնի։ Բարի թարսանիքները։ Ուրախ, սիգնալ տալով ամբողջ քաղաքը հաբեկելով ես չեմ հասկանում, փեսի աչքը լույս, ինձ։ Տեն սիգնալ տալուց հետո ուրախ գնում են ռեստորան, այվը տեղ սկսվում է։ Ամբողջ աշխարհով իրենց ռաբիս ճաշակը պետք է ինձ այսպես ասած թելադրեն։ Ես հասկանում եմ իհարկե, որ բոլոր օբյեկտները եւ ռեստորանները մեր այսպես իշխանության օբյեկտներն են, բայց սիրելի իշխանություն։ Ի վերջապես դրան վերջ տվեք։ Բայց սալյուտները սարսափելի, ամեն անգամ ոնց որ պատերազմ լինի։ Ես հասկանում եմ իհարկե, որ ձեր մամաները մանուկ հասակում ձեզ օրորոցայինի տեղը երկել են Աշոտիկ ջան, Աշոտիկ, պապան մեռնի շլորիտ, իսկ պապաները շատ էին տխրել, երբ 50 տարին թակում է դուռը եւ ինչ-որ մեկը տալիս է բուռը։ Դե որ այդպես է, ես էլ ձեզ իմ ճաշակը կթելադրեմ, դե լսեք։